Իմ քայլը բարեգործական հիմնադրամը հայտարարում է հերթական բարեգործական ընթրիքի մասին։ Նոյեմբերի 12-ին ժամը 6-ին Սևանի ափին գտնվող Յասաման ռեստորանում Իմ քայլը հիմնադրամը կկազմակերպի բարեգործական ընթրիք հիմնադրամի գործադիր տնօրեն Տիգին Աննա Հակոբյանի ներկայությամբ եւ մասնակցությամբ։ Ընթրիքի տոմսն արժե 1 միլիոն դրամ։ Ողջ հասույթը կուղղվի հաջողակից սկսնակին ծրագրի 4-րդ փուլին։ Միմյանցից ոգեշնչված ծրագրի կին շահառուներին, որ նրանք հնարավորություն ունենան իրականացնել իրենց բիզնես գաղափարները կամ էլ ընդլայնել ու զարգացնել արդեն ունեցած բիզնեսը։ Երբ հաջողակ կինը կանգնում է սկսնակ ձեռներեց կնոջ կողքին, մենք ունենում ենք միմյանցից ոգեշնչված համայնք, ասում է հիմնադրամի փոխտնօրենը։ Թալին Թոփալաքյանը նաև ընդգծում է նոր բարեգործության մշակույթ ձևավորելու եւ հանրային բարիք ստեղծելու կարևորությունը։ Եթե հաջողակ կին գործարար եք եւ կամ գրթության, արվեստի եւ հասարակական ոլորտում ակտիվ ներկայացուցիչ ցերներեց բարձավես կայացած անց կսպասենք ցեզ ձեր ընտանիքի անդամների հետ, ձեր բարեկամների հետ մասնակցելու մեր բարեգործական ընթրիքին, եկեք միասին ոգեշնչենք, խթանենք, քաչալերենք մեր գին սկսնակ ցերներեցները եւ միասին ստեղծենք հանրային բարիք, նպաստենք փոքր բիզնեսի զարգացման Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնադրամը հաջողակից սկսնակին ծրագիրը սկսել է անցած տարի։ Առաջին 2 փուլերը երիտասարդի երազանք եւ հաջողակ կին գործարարից սկսնակ կին գործարարին արդեն ավարտվել ամփոփվել են։ Արդյունքում մենք արդեն Հայաստանի ողջ տարածքում ունենք 42 գիներ եւ 57 տղամարդիկ, որ ունեն իրենց հաջողակ բիզնեսները։ Զբաղվում են բազմազան ոլորտներում բիզնեսներով, ինչպես հյուրատնային գործունեություն, ցերագործը, աշխատանքներ եւ արտադրանք։ Ծրագրի 3-րդ «Ստեղծենք միասին» փուլը դեռ ընթացքի մեջ է։ Շահառու նորաստեղծ ընտանիքներն այժմ մասնակցում են բիզնես կառավարման եւ պլանավորման դասընթացների։ Անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները ստանալուց հետո նրանք կկազմեն բիզնես պլան եւ կներկայացնեն հանձնաժողովին դրամաշնորհ ստանալու նպատակով։ Աննա Զախարյան, լուրեր։